Գագիկ Ծառուկյանի նախընտրական քարոզարշավը Սյունիքի մարզում շարունակվում է։ Այցը մեկնարկում է Հարավի սրտից, Մեղրիում ընդունելությունը ջերմ է նույնքան, որքան Արևի ու Նռան քաղաքում։ Հանդիպմանը նախ քաղաքական հայտարարություններ են։ Գագիկ Ծառուկյանն անդրադառնում է ընդդիմության առաջնորդների հասցեին Փաշինյանի չդադարող սպառնալիքներին, ինչու է երկրի ղեկավարն ընտրարշավը վերածել քաղաքական շանտաժի եւ ինչու է ընդդիմադիրների քննադատությունը հունից հանում նրան։ Գործերը լավ չի։ Հարցումներ են անում, տեսնեն, որ այն առաջվանը չկա։ Բոլորն էլ հիշում են իր խոստումները, իր ասածները, որ ինքը չեկե Ղարաբաղը հանձնելու, ինքը եկել է կարգավորելու, եկել է ժողովրդի մատից փուշ հանելու, ժողովուրդը տուգանքի մատերիալ չեն, բայց այսօր ժողովրդին դարձավ միայն տուգանքի մատերիալ, պատերազմը հրարեց, որի պատճառով պարտություն, խայտարակություն, զոհեր, հաշմանդամներ, հողեր հանձնել եւ հետո սկսեց քծնվել Ալիևին, ներողություններ խնդրել, շնորհակալություններ հայտնել, որը մեր ազգին պատիվ չի բերում, գիտի որ վերջը եկել է, ոչ ասելու բան ունի, ոչ անելու բան ունի, ոչ էլ ծրագիր ունի։ ԲՀԿ ղեկավարն արձագանքում է նաև Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի առանձնատան բռնագանձման վերաբերյալ իշխանական թեզերին։ Գուլյան Վլադի տղան միլիոնատեր մարդ ցախ կյանք աշխատեց, ստեղծե բիզնես աշխարհում եք։ Մի հատ տուն պետք է չունենա, կամ իմ աղջիկը տուն պետք է չունենա, տունը պետականացել։ Հազարավոր մարդկանց տներ եմ նվիրել։ Այդ ավել ռեկլամ անելը ժողովուրդը չի ընդունում։ Իշխող վարչակարգը տագնապի մեջ է ընդգծում է Գագիկ Ծառուկյանը աղմկահարույց շոուները ժողովրդին անվտանգային աղետից շեղելու համար են։ Հերթական շանտաժը Արարատ գործարանը խլելու սպառնալիքն է։ ԲՀԿ ղեկավարին հնարավոր հակաիրավական գործողությունների մասին զգուշացրել էին։ Ինձ ասել էին, որ պարոն Ծառուկյան, որ դու սկսում ես ճիշտ քննադատել, ինքը իր տեղը չի գտնում։ Ձեր սեփականությանը վնաս են տալու, արդեն հանձնարարություն ստացել է։ Ես ասել եմ իմ հայրենիքը ունեցվածքով ես չեմ կարա փոխեմ։ 20 տարի առաջ սեփականացած գործարանը ասում Ծառուկյանից վերցնելու ենք եւ տալու ենք ժողովրդին։ Էլի ժողովրդինն աշխատում են, հարկերը տալիս են, ինչ վերցել ենք մի բան էլ ավել, քարը գարինները զարգացել։ Դրանով ուզում են Ծառուկյանին վախեցնել, հակառակը ինչ որ կա իրականն ասել են։ Խոսակցություններ են արդեն պտտվում, որ Արարատ ցեմենտի պետականացումը տեղի է ունենում կոնկրետ Ալիևի պահանջով։ Ես լսել եմ, որ Ալիևի պատճառով Օլիմպիական կոմիտեի հարցն է, քանի որ մեր հայերը ցանկացած հանդիպան ադրբեջանցիների թուրքերին հաղթում են։ Ու դրել են անօրինական որոշում են կայացել, որտեղ օրենք չկա։ ՄՕԿ-ը միջազգային օլիմպիական կոմիտեն այդ հարցով զբաղվում։ Եթե մարդը սկսեց դեմ խոսել, իրականություն ասել, դրա համար խառնվան իրար, ցայտնոտի մեջ են։ Ածեր արածների պատասխանը տվեք, որոնց որ ոչ մի լավ բան չկար։ Մենք խաղաղություն ենք բերել։ Խաղաղություն եթե բերել են, բայց ինչի համար մեր գերիներին չեն տալի։ Ինչի ադրբեջանցիները մեր սահմաններից հետ չեն գնում, ինչի համար։ Ինչի համար հիմա նա ուզում է նորից պահանջ են ներկայացնում, որ 3 շրջան պետք է տան։ 3 շրջանից հետո սահմանություն պետք է փոխեն։ Ամոթը, այսօր գրքերը փոխելով, մեր պատմությունը փոխելով, մենք ազգ ենք, ժողովուրդը պետք է հասկանա, ուշքի գա ու բացառված է, որ իրեն ձայն տան։ Ու այսօր Ծառուկյանին վախացնելով որ ցեմ զավոդը ես տալիս եմ ժողովրդին, քո ցավն էլ տանեմ, օրենք առաջ բոլոր հավասար են, կար անօրինական պետք է խլես, դա պատասխանը դու ես տալու, պետությունն է տալու։ Հիմա էլ կազմակերպել են օրգանով, որ հանկարծ մեկ ուզում է բան ասի, բերանը փակում տա, ամոթը, զոհվածի մորնել է քաշում, հայոյում, բժշկուն էլ, մյուսին էլ, դες ղեկավար չի լինում, ձեր ցավը տանը։ Մարդկանց շրջանում համատարածի ասթափություն է բարեկեցիկ կյանքի փոխարեն իշխանությունը միայն թանկացում, տուգանքներ ու հարկեր է բերել խաղաղության փոխարեն, պատերազմ, զոհեր, գերիներ։ Արցախը կորցրինք, հիմա էլ նոր տարածքներ են պատրաստվում զիջել։ Ես ոչ մի անգամ չեմ ընտրել, ոչ առաջիական, ոչ երկու։ Այո։ Բայց էլի ես ազգովի Այո։ մեղավոր եմ համարում։ Իրանք են բերել ընտրել, իրանք են բազմազել, մեզ է կրակը։ Նույնը ես եմ ժողովրդը իրան ընտրել։ Հիմա եկել է փոխելու ժամանակը։ Ինքը ոչ մի ասած չի արել։ 10,000-ից ավել հաշմանդամ ունենք։ Զոհեր տալով, քանի հազար են որ ասում են 5,000, իսկ ինչ եք ասում։ Լավ, թողելի 4,890։ Կորածներ ինչքան ունենք։ Դա սնողները նստածուն է սեկի մեջ։ Ալիևի պես մարդուն, որ այսքան չարիք, այսքան վերելով, շնորհակալություն են հայտնում, ներողություն են խնդրում։ Դա պատիվ չի բերում։ Այնպես որ դուքները տեղը պահեք, ինչ է, սկիզբ ունի, նա էլ վերջ ունի։ Ոչ մի մարդ մշտական չի, ոչ մի պաշտոնյա հավիտենական չի։ Այո, նախանձնա։
Հայ նախանցել, հայ ոչ մեկ չի կարա։ Ապրես, Սաղ դենսը։ համաձայն եմ, այո։ Բայց այսօր պետք է ազգը միասնական մի մարդու պես, ես չեմ ասում բացահայտ ասեք, հիմա պետք է կան բռնեն, ակ գրեն, այսքան մարդ հանել են, մարդիկ ասեմ դիմում չգրեք։ Բայց ինձ անօրինական առանց դիմում հանում են։ Որ կտա դատարան կվերականգնի, փոխվեց, այդ իր հանողն է հանվելու։ Ես փոշ начальники բնենի զաշտե հանան, տարադատ դասինչա մալիկանել։ Իրանք ճիշտ անին սխանան։ Այսինքն դեմ է խոսել։ Համար Ասում է հարտարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Ով արել է նա պատասխանը կտա այսօր այս քանի ներկայացում քեզ ասում եմ։ Գագիկ Ծառուկյանին խնդրանք ունեն երիտասարդները։ Խնդրեմ ձեզ, եթե հնարավոր է, մեղրում բացվի ֆիթնես ակումբ, որպեսզի երիտասարդությունը զբաղվեն, որ վաղը մյուս օրը մեր բանակին առողջ ամուր զինվորներ ունենան։ Դա մեր ծրագրում կա, որ բոլոր բնակավայրում պետք է լինեն մարզական դպրոցներ, որ մարդիկ երեխաները կարան զբաղվել, իսկ քաղաքներում ֆիթնես սենտր։ Դա անհրաժեշտ է, առողջ ապրելակերպ, առողջ երիտասարդություն մեր ազանի փոխարինողներն են։ ԲՀԿ ղեկավարը կոչ է անում չհուսալքվել։ Վրեժխնդրության ու շանտաժի վերջը մոտ է։ Հունիսի 7-ից սկիզբ ենք դնելու նոր հաղթանակների։ Վերականգնելու ենք հայի արժանապատվությունը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը Մեղրիից Ագարակ է ուղևորվում, ինչպես յուրաքանչյուր բնակավայրում այստեղ եւս նրան հարազատի նման են դիմավորում։ Ազոր տղա։ Գագիկ Ծառուկյանը նախանդրադառնում է իրեն վերագրվող մեղադրանքներին, դրանք համարելով կեղծ ու շինծու։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է վիրավորանքները, սպառնալիքները, ձեզ նաև մեղադրում է լրտեսության մեջ։ Ինչպես կարձագանքեք։ Որում ես նորից եմ ուզում ասել, ես երբեք իմ բարձունքից չեմ իջնի եւ իմ կլասը չեմ գցի։ Սա նշան է իր ավախի, որ կորցնում ամեն ինչ։ Չկա ոչ վստահությունը, ոչ հավատը։ Արդեն 8 տարին սուտ ասելով, մարդկանց ֆռցնելով, ցնցումների մեջ անգնում, խոսում է, վիրավորելով, եթե մարդը վստահ լիներ, հանգիստ լիներ, շահ ջերմ ժպիտով խոսեր։ ԲՀԿ առաջնորդը ուշագրավ մանրամասներ է հայտնում Արարատ ցեմենտը պետականացնելու մասին Փաշինյանի սպառնալիքների վերաբերյալ։ Սա պահանջն է Ալիևի, որ նույն վագոնները գալիս են բենզինով, հիմա ուզում են նույն Ադրբեջանի ցեմենտը Հայաստան մտնի։ Ալիևը ինչ պահանջարկ դնի, պետք է մեր վարչապետը կատարի։ Չկատարել դեպքում, ասում է պատերազմ կլի սա կլինի։ Իր վստահությունը, իր ապորան, իր մեջքը մեն մնացել է Ալիևը։ 2020 թվականին, որ ասեց, ես անփորձ երիտասարդները պետք է գնան, ոչ մեզ մնացել է 4 ամիս ժամանակ։ Այն ուներ ասում են, Ծառուկյանը որ գիտեր, Ծառուկյանը ուղեղ ունի, վերալուծում, հասկանում է, եթե Թուրքիան, Ադրբեջանի հետ գալիս են զինվորություններ են կատարում, պատրաստվում են, ու դա ինքն էլ գիտեր, նույն վարչապետն էլ դա գիտեր, բայց թող ասեն, ինչի համար այսպես եղավ։ Ամեն ինչը կբացահայտվի, ով մեղավորը պատասխան կտա, այս երկում ծովը մեծացել եմ, կայացել եմ, ես եմ ստեղծել, ելիք ստեղծեմ, թող ուրիշները մտածեն։ Ծառուկյանին մի հատ էլ ձերբակալել էին, Ծառուկյան արտարացավ, պարոն վարչապետը պատասխան պետք է տա։ Ինչի համար 2600 մարդ քննել եք, Ծառուկյանին էլ ձերբակալես, աշխարհում եք հաշիվներս փակել են։ Եվ ես իհարկե պատրաստվում եմ Եվրոդատարան դիմելու, maar թող փորձեն։ Ժողովրդավարության մասին կեղծ պնդումներ թմբկահարող իշխանությունը վախի մթնոլորտ է ստեղծում ապօրինի ձերբակալությունների հրահանգ իջեցնում։ Հաջողության չեն հասնելու, ընդգծում է Գագիկ Ծառուկյանը։ Մարդկանց բռնելով, նստեցնելով, գործից հանելով, սա վախի մթնոլորտ ստեղծելով, սա նշան է կարճ ժամանակի որ ամեն ինչ փոխվել է, ասես չի կարող լինի։ Մենակ վերին դվինում քանի մարդ է Ասորիների համար։ Ինչքան ասորինից քանի մարդ։ 102 հոգի, որ բարգավաճ են։ Սենց երկիր չեն պահում, ժողովուրդ ամոթ է։ Աշխարհը չի տեսել որ երկրի ղեկավարը սենց ընտրություն անում, մարդկանց վիրավորելով, քաշելով, ԿՊԿ-ական շատ պաշտոնյաներ կան, որոնց ճանաչում են, գիտենք, նրանք էլ չգիտեն ինչ անեն։ Հետ կանել համար իրանց էլ կդատեն։ Գիտենք ենորը ժողովար է, մարդիկ դուրս են եկել, հենց իր թիմակիցները իրենից հոգնել են։ ԲՀԿ ղեկավարին հարց ունի Արցախից տեղահանված կինը։ Արցախ վերադառնալու թե չէ։ Քուրիկ ջան, անհնարին ոչինչ չկա։ Եթե այսօր որոշում ենք ասում, որ 300,000 պետք է գան ադրբեջանցի Հայաստանում մնա 300,000 հոգի։ Իրենք տեսնում են, որ ժողովուրդը լսելով ամոթա կա տալի։ Ասում են, տես բան չկա։
Ասում եմ թող գնա վերցնեն Ալիևի ելույթը 2025 թվական դեկտեմբերի 5-ը։ Այդ ոնց է մեր հայրենակիցը իր ծննդավայրը, իր տունը առած դրած իրավունք չունի գնա մնա, բայց ադրբեջանցին որ ոչ տուն կա, ոչ տեղ կա, պետք է կան մնան, հարկավոր է մտածել, քայլեր կատարել, ոչ թե Ալիևին շնորհակալություն հայտնել, այլ բանակցել հավասարը հավասարի հետ, թուլին միշտ բանի տեղ չեն դնում, երբեք։ Հարց ու պատասխանից հետո Գագիկ Ծառուկյանը ծաղիկներ է խոնարհում հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանին։ Ես եմ շնորհակալ, իմացեք, ձեր կողքին եմ, ամեն ինչ բոլորի սրտով ալին։ Զարգացնել եմ եւ ծաղկացնենք եւ հպարտ կալենք։ Անոր նայում ենք։ Հերցացություն։ Բարով եք եկել, առողջանեք, ամուր, երկարապեք։ Իրար հետ, այո։ Լավ է։ Ինչ որ ասել եմ, մեկին 10 անելու եմ։ Ես այդ վստահությունը հավատքը Ժորժան չեմ կորցնելու։ Չենք էլ կասկածում, լավ եղեք։ Լավ է, ձեզ աստծո կամով։ Հերախոսի համար, հերախոս չեմ պահում, ցավոտ։ Բայց գիտես քիչ եմ պահում։ Որ զանգում են, մարդկանց չեմ կարաս։ Որ տեսնի ուրեմն առավոտիլիկուն հերախոսից պետք է զանգի։ Այդ կողմից ձեզ Նուրը Շնորհակալ եմ։ հրանգինի Շնորհակալ եմ աղբերս, շնորհակալ եմ։ Հայաստան իմ լույս իմ տոն, քո վերքը ցավ է, բայց ոչ խամար, քո սրտի մեջ դեր կրակա, քո ճամփան բաց է դեպի վաղը։ Հունիսի օդին, ընտրում ենք համարյոթին, հաղթանակ։ Հաջորդ կանգառը մարզկենտրոն Կապանն է Գագիկ Ծառուկյանին սյունեցում բնորոշ հյուրընկալությամբ են դիմավորում ջերմ ձեռքսեղմումներ, բարեմաղթանքներ ու օրհնանքի խոսքեր։ Մարդկանց ոգևորությունն ու սպասումն անթակույց են։ Լույսը կգա, օ սիրտը գզարտնի, արդարության օրը մոտ է, Հայաստանը նորից կփայլի։ Հունիսի օդին, ընտրում ենք համարյոթին, հաղթանակ, Հայաստան, լույսը մեր ճանապարհի։ Հունիսի օդին, ընտրում ենք համարյոթին։ Կապանցիներին ուղված խոսքում Գագիկ Ծառուկյանը կոշտ քննադատության է ենթարկում իշխանության վարած քաղաքականությունը, ժողովրդին խաբելուց, երկրում վախի մթնոլորտ տարածելուց ու Ալիևի պահանջները կատարելուց բացի ոչինչ չեն արել։ Ուտը տար այդքան սուտ ասելուց, խոստումներ տալու ժողովրդին, Ժորժան ձեզնից գողացածները բերլեք տային, ինչն են գողացել, ինչն ես մինչև այսօր տվել, որ ժողովուրդը կարողանա ինչ-որ փոփոխություն զգա։ Պաստառը ճղելու համար մարդին նենց են վախացրել, ինքնասպան ա եղել, այս էլ ցավը տանեմ։ Ղարաբաղցին, որ մարդիկ ստեղծի իրենց տունը պահել են, դոմիկների մեջ են մնում։ Այսօր հիմնական կատարում է Ալիևի պահանջները։ Ուրիշ հարազատ չունի, իր հարազատը մենակ Ալիևն է եւ միայն իր փրկությունը տեսնում այդտեղ։ Փաշինյանի կառավարման 8 տարիների ընթացքում պետական պարտքը կրկնապատկվել է 7 միլիարդ դոլարից հասնելով գրեթե 15 միլիարդի, մինչդեռ հանրությունը ոչ խոշոր ներդրումներ է տեսել, ոչ նոր աշխատատեղեր, ոչ էլ կյանքի որակի բարելավում։ Փոխարենը ոչինչ չունեցող յուրայիններն են հարստացել։ Կոսախտի եկել էր սոված ծարա վարկերի պարտքերի տակ տելևիզոր չէին կարող առնել, կամ TV գումար էին պարտ, կամ սիգարետի գումար էին պարտ։ Այսօր վիլաներով, դաչաներով պատասխան տուր 15 միլիարդ դոլարը, մի հատ գործ չես արել, մի հատ աշխատատեղ չես ստեղծել, մի հատ թոշակ չես բարձրացրել։ Այսօր ընտրությունից առաջ 6-10,000 դրամ ավելացնելով են ցածր մասին, բայց այդ 10,000 դրամն էս թանկության մեջ ոչ մի բան չի կարանի։ Ժորժան, սաղ վարկի տակ չեք դուք։ Լավ եք ապրում իրարով։ Այրիկա սուտ ասես, եղբայր ամոտա, ես համաչում եմ, ազնությամբ հիմնավորած, իսկ նրան էլ կա մի քանի հոգի, որ չեմ ասում, որին իմ կուսակցությունը խեմ հանե հեռացե ինչի համար։ Հələ չափս պահում եմ, որ ասեմ դրանք թող իրենց անցյալը չմոռանան։ Երկիրը դարձել է կալանավայր, իրավապահ համակարգը քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Գագիկ Ծառուկյանը կարևոր է համարում մասշտաբային համաներում հայտարարելու անհրաժեշտությունը։ Սաղ բերդերը լիքն են, տեղին թե անտեղին մարդիկ, հակառակ են խոսացել, պաստառ են ճղել, բերդերում տեղ չկա, կալանավայրում տեղ չկա, հիմա ինտելային կալան։ Մինչև 10 տարի էլ ներում ենք շնորհելու, որ այդ մարդկանց հնարավորություն տրվի, գնան ասեն իրենց ընտանիքներին, իրենց կանանց, իրենց բալիկներին եւ ծնողներին։ Ժողովուրդը կեղծ խոստումներից ու ատելության
Սարգսյան խոսքից հոգնել է հիասթափվել պոպուլիզմին ու թշնամանքին պետք է փոխարինեն գործը, արդյունքը եւ հանրային համերաշխությունը։ Մեր ծրագրի մեջ առողջապահությունը անվճար լինելու, անմիջապես կրթությունը անվճար լինելու, մինչև 3 միլիոն վարկերը ժողովրդի պետությունը ներում է շնորհելու։ Ես Քրիստոսի արձանն եմ կառուցում, իմ ազգի պատիվը բարձր պահ է։ Հիմա այդ ստուգումներ են ուղարկվում, որ կարող է Ժողովուրդ ջան, արգել են, որ այդ որ պետք է տուրիստ գա մի 20-30 միլիոն։ Ալիևը չի թող, կոցավը տանեմ։ Նույնն էլ Ցեմենտի գործարանը ամսական 500 միլիոն հարկ եմ տալի, 1200 հոգել աշխատող եմ պահում։ Ալիևի ցանկությունն է, որ Ադրբեջանի ցեմենտել ներկուժիստ է։ Գագիկ Ծառուկյանը հիշեցնում է իր նախաձեռնության մասին, որը տարիներ առաջ ներկայացրել է, բայց մերժում ստացել։ 5 տարի առաջ բերել եմ 20 միլիարդ դոլար փող Ջավադյանին հասեք կենտրոնական բանկի նախագահն եւ իրեն հարցեք վարչապետին, որը ձերբակալում են ազգային ժողովում եմ հարցը 1%-ով իմ երկրի համար եմ բերել։ Թող բանկն 1% դներ 2%, 10 տարով էլ բերել ենք, որ ցանկացած մարդ 100,000 վերցնեի տարեկան 2000 դոլար փող պետք է վճարեի։ Կարայր բիզնես էլ դնեիր, կարայր զարգացնեիր, իսկ ինքը թույլ չտվեց, ասես մենք երաշխավորություն չենք կարդակ։ Եթե հունիսի 7-ից հետո որոշում կայացնողն իր թիմը լինի, մարդիկ կարճ ժամանակ անց բոլոր ոլորտներում առաջընթաց ու զարգացում կտեսնեն, վստահեցնում է Գագիկ Ծառուկյանը, որպես օրինակ մատնանշում մեր սպորտային հաջողությունները։ Սպորտը վերցել եմ, որ 8 տարի Հայաստան անկախության մեդալ չի ունեցել։ Դպրոցներ եմ կառուցել, գույք եմ առել, սպորտսմեններին եմ բերել, թոշակներ եմ նշանակել, պարգևատրում եմ տվել, տարեկան 200 մեքենա նվիրել եմ, եւ այսօր մենք ունենք թիմային էլ առաջի տեղը։ Աշխարհում եք, որտեղ մասնակցում եմ, իմ ազգի պատիվը բարձր եմ պահում, դրոշնա բարձրանում, հիմնանջում։ Կապանի տարեց բնակիչներից մեկը վրդովմունքը թաքցնել չի կարողանում։ Ֆիլմեք Սուդաստանը մեր երկրի մեր վարչապետն է։ Եվ ես նվերով եմ եկել վարչապետին, ես իրան պամպերս եմ բերել, ինչի համար։ Այրես կես տարուց ավելա հիվանդը անկողնայի, հրաժարում են կարգ տրամադրել, անվասալյակ չեն տալիս, պամպերս չեն տալիս, դու միջև վերջ վարչապետ չես լինելու, 2026 առանց Նիկոլի, և ես ասում եմ Նիկոլ, դու միշտ բարձր աշխատավարձ ու պատվովճար չես ստանալու, դու ժողովրդի մեր բոլորի հաշվին ձրի կառավարության բյուջեից փողելով հաս չես ծնվելու, են որ կաղնումը շատ ներողություն, ստում թե երեխաներին սիրում եմ, երեխաներն էլ ինձ են սիրում, ստում է։ Դրա համար բոլորս միասին 26 թվականին պետք է մերժենք 16-ին։ Ակցի 7-ին, համար 7-ին։ Ու այսօր հարգելի ժողովուրդ, իրա այս ներվային համակարգը, որ խառնվել է, տեսնելով, որ ժողովրդի մոտ այդ ստերը չի անցնում։ Ավտոբուսով մարդկանց բերում է, մարզպետով, թաղապետով, քաղաքապետով, օրգանով, հարկայինով, իրա մարդկանց հավաքելով, ծափեր տալով ասելով, նրանք էլ են դժգոհ, ժողովուրդ վախում են, նրանք էլ են արդեն հոգնել սուտ ասելուց, մարդկանց հետ նրանք շփվում են, զգում են ինչ է կատարում, այնպես որ վերջ չի եկել է։ Գագիկ Ծառուկյանի հետ իրենց խնդիրներով բազմաթիվ քաղաքացիներ են կիսվում։ Այստեղ գտնվող երեխաներից մեկի հայրը գերի է ընկել, տարեց կինն էլ գումար չունի, որ առողջական հարցերը լուծի։ Այս երեխայի հայրը 6 տարի է Ադրբեջանում գերի անստաց, ում դիմել եմ ոչ մի բանով չեն կարողացել օգնել։ մի տեղը ծախրի 10,000 հեկար, երկրորդ տեղը ծախրի 9,250։ Բասմասախ ձրի արսախ տվել եմ այդ ցավը տանեմ, չես դսում։ Մենակ մի ճնշման դեղ եմ ստանում։ Կապանցիները Գագիկ Ծառուկյանին նաև նվերներ են փոխանցում, ջերմ մաղթանքներ ասում։ Թող Հիսուսի աչքը միշտ մեր շնորհիք է։ Թող պահապան լինի, մեր ազգի, մեր երկրի, մեր ժողովրդի շնորհակալ։ Ձեր թևը վնասված է։ Վնասված է։ Մենք ուզում ենք, այս նարեկը նվիրենք ձեզ, Այո։ որպեսզի ձեզ բժշկի։ Դուք մեզ առողջ եք պետք։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։
Միշտ երազել եմ, որ հայրենիքում Հիսուսի արձանը ունենամ եւ ձեզ շնորհակալ եմ։ Շատ մեծ սիրով անպայման եւ ես հատիսի վերաբերյալ բանաստեղծություն ունեմ, անպայման այնտեղ կարտասանեմ։ Ամբողջ աշխարհը այսօր հետաքրքրված է եւ ցանկություն է ունեմ Հայաստան։ Մարդը պետք է գործից հասկանա, ինչ ժողովրդին պետք է սիրի, որ ոչ թե անգիրարած բառեր ասի, որ սիրում եմ կամ սրտիկներ անի։ Անվտանգ երկիր ու բարեկեցիկ կյանք են ցանկանում կապանցիները։ Գագիկ Ծառուկյանին հրաժեշտ են տալիս հաղթանակի սպասումով։ Վստահ են, խոսքը մշտապես գործի վերածող մարդն իրենց երբեք հուսախաբ չի անելու։